Մեր թվարկությունից առաջ 55 թվական։ Տիգրան մեծին հաջորդեց նրա որդի Արտավազդը, որ արքայի վերջին տարիներին նրա թոռակիցն էր։ Հետաքրքիր է, թե որքան նման են հոր և որդու դիմագծերը, և որքան տարբեր նրանց ճակատագրերը։ Տիգրան մեծը հակված էր քաղաքականության, ռազմական գործունեության և իր երկրի ամրապնդմանը։ Մինչդեռ Արտավազդը հետամուտ էր նույն երկրի գաղափարական և մշակութային ծաղկմանը։ Արտաշատ հունական աղբյուրներում Արտաքսատը, հռոմեացիների համար հայոց Կարթագեն։ Այս վիթխարի քաղաքը շարունակում էր մնալ հայոց աշխարհի կենտրոնը։ Արտավազդն էլ շարունակում էր կրել արքայից արքաթիթ խոսը, ըստ որի նա արևելքի բոլոր թագավորներից գերագահ էր։ Արքայական պալատներ, աստվածների տաճարներ են բարձրացել այս բլուրների վրա։ Ահա այս գտած առարկաները դրա վկայություններն են։ Երկարատև խաղաղությունն էր փոխել ժամանակները։ Հռոմը և Պարթևստանը ամրապնդել էին նվաճյալ տարածքները։ Հայաստանն էլ կարողացել էր պահպանել փխրուն հավասարակշռությունը երկու աշխարհակալությունների միջև։ Պարթևական պարզակենցաղ պետությունը ձեռք էր բերում կայսերապետական ձևեր, ուր որոշակի երևում էին Հաքեմինյան հիշատակն ու գերագահ Հայաստանի ազդեցությունը։ Արդեն իսկ պարթև ու հայ ազնվականությունը բարեկամացած էր հարյուրավոր խնամիական դաշինքներով։ Իսկ Հռոմի հետ Հայաստանը շարունակում էր կապված մնալ դաշնակցային պարտավորություններով։ Փոխվել էր նաև Հռոմը։ Նա սկսում էր որդեգրել արևելյան ժառանգապետական ձևեր, անշեղորեն ընթանալով դեպի միապետություն։ Սակայն երկու աշխարհակալությունների զարգացման ընթացքի մեջ էլ հենց թաքնված էր նրանց փլուզման բանաձևը։ Ի տարբերություն Հայաստանի, երկուսն էլ ազգային չէին։ Հայոց արքա Արտավազդը խիստ ինքնատիպ մի երևույթ էր։ Նա ստացել էր գերազանց հունական կրթություն, խորապես ուսումնասիրել փիլիսոփայությունն ու գրականությունը և արվեստները։ Նա ինքն էլ գրում էր պատմական աշխատություններ, ճառեր ու թատերգություններ, և այնքան բարձր մակարդակով, որ նրա ստեղծագործությունը մտավ հունական գրականության մեջ ու գոյատևեց ավելի քան 200 տարի։ Հռոմեական ու պարթևական առաջխաղացման հետ արագորեն նահանջում էր հելլենիզմը։ Այնպես որ պատմության մեջ մի պահ նրա վերջին միջնաբերդն էր մնացել Հայաստանը։ Իդեմս արևելքի արքայից արքա Արտավազդի մենք տեսնում ենք պատմական հելլենիզմի վերջին պաշտպանին։ Եվ ի վերջո, ինչ էր հելլենիզմը։ Ալեքսանդրի նվաճումները հունական դասական մշակույթը հասցրին հայտնի աշխարհի ամենահեռավոր ծայրամասերը։ Այսպես ասած, սկիզբ էր առել Ապոլոնի և 9 մուսաների հաղթարշավն աշխարհով մեկ, և անմիջապես էլ սկսվեց այդ դասականի անխուսափելի ուծածումը տեղական, հաճախ շատ ավելի հին մշակույթների կողմից։ Հենց այս նոր, խառը մշակույթն էլ կոչվեց հելլենիզմ։
Հելենիզմի ամենակարևոր հենարաններն էին Փոքր Ասիան, Մերձավոր Արևելքն ու հայկական լեռնաշխարհը։ Հելենիզմի էպոխան Հայաստանում սկսվում է մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում և ավարտվում մեր թվարկության 3-րդ դարում, ներառելով 600-ամյա մի վիթխարի ժամանակաշրջան։ Ընդհանրացվում էին դիցարանը, տեղական պաշտամունքները, առասպելաբանությունը։ Սակայն բուն ազգայինը պահպանվում էր ժողովրդի հոգում։ Սա արեգակնային մեծ աստված Միտրա Միրի տաճարն է։ Այն հռոմեական պոդիում ունի։ Հռոմեական պոդիումի վրա հելենիստական սյունաշար ունի, որը ավարտվում է հոնեական խոյակներով։ Բուն հայկական է տաճարաներսը։ Եվ այս երեք ոճերի հռոմեական, հելենիստական և հայկական ներդաշնակությունը զարմանալիորեն զուգորդվել է եզակի մի կառույցի՝ Գառնիի տաճարի մեջ։ Եզակի մի կառույց, որ միակն է համաշխարհային ճարտարապետության մեջ։ Ինչևէ, հելենիզմը ինքնին մարդասիրական արժեքների, մարդկային ոգու գերազանց մի արտահայտություն էր, որը տրամագծորեն հակառակ էր Հռոմի դաժան ռազմաստրկատիրական ոգուն։ Հելենիզմի մեջ հռոմեական աշխարհակալությունը տեսնում էր դիմադարձ մի ուժ, թշնամական ոգի, որ խանգարում էր իր հզորությանը։ Հունական թատրոնի դիմաց նա ստեղծում էր հռոմեական կրկես։ Բուն Հունաստանում ավերվում և արգելքի տակ էր դրվում Ապոլոն պատգամախոսի Դելփյան տաճարը։ Հայաստանում ավերվում էին Անահիտ դիցուհու պաշտամունքի վայրեր եկեղեցյաց գավառում։ Վերացվում էին երևանդունյաց աստվածապետական անձեռնամխելի թագավորությունը Կոմագենեում։ Սամոսատ, հայոց Շամշատը, Կոմագենեի հռչակավոր մայրաքաղաքը։ Մետաքսի մեծ ճանապարհի կանգնած էր այս առևտրական կենտրոնը, ուր իրար էին հանդիպում աշխարհի բոլոր ժողովուրդները, բոլոր մշակույթները, բոլոր աստվածները։ Ճանապարհներն այստեղից տանում էին դեպի բազմահարուստ Եգիպտոս, Սև ծովի նավահանգիստները, դեպի Հնդկաստան, Հելեսպոնտոս ու Հռոմ։ Երևի հելենիզմի ամենաբնորոշ հուշարձանը սա է, Նեմրութի հռչակավոր դամբարանը։ Սա հայկական լեռնաշխարհի ծայր հարավ արևմուտքն է։
պատմական Կոմագենեի տարածքը, երկիր, որի թագավորները սերում էին հայ երվանդներից և ենթակա էին նրանց։ Այստեղ այս բարձրաբերձ բլրի վրա, որ Նեմրութ լեռ է կոչվում կամ Նեմրութ դաղ, տեղադրվել են հայ հեթանոսական դիցարանի աստվածությունները, նրանց քարակերտ կոթողները։ Արեստական դամբանաբլուրն ավելի բարձր է, քան եգիպտական ամենամեծ բուրգը։ Բլրի ստորոտում շարված են աստվածների արձանները։ Նստելու դիրքը խիստ նման է եգիպտական աստվածների դիրքին։ Մինչդեռ հագուստները, գլխանոցները բացարձակապես արևելյան են։ Դիցական շարքում աստվածացված Անտիոքոս արքան է։ Նրա գլխին բնորոշ հայկական խույր է։ Ուշագրավ են հունարեն տեքստերում արձանագրված դիցանունները։ Դրանք ներկայացնում են նույն Աստծո արևմտյան և արևելյան անվանաձևերը։ Ահա աստվածների ու մարդկանց արքա Զևս Օրոմազդեսը, Արամազդը։ Աջ կողմից Կոմագենը երկրի հովանավոր դիցուին է, այսինքն Անահիտը։ Գլխանոցի զարդամոտիվներում պտղաբերության խորհրդանշաններ են՝ նուր, խաղող, ցորեն, գարի։ Ահա ամպրոպ կայծակի աստված Վահագնը, որի տակ գրված է Հերակլես, Արտագնես, Արես։ Ահա և արեգակնային մի հրաստվածը, որը կոչված է Ապոլոն Միթրա։ Ահա այդպիսի ժամանակի հարազատ զավակն էր Արտավազդը, և նա ապրեց մի զարմանահրաշ կյանք, որի նմանը դժվար է գտնել աշխարհի պատմության մեջ։ Այդ կյանքի ընթացքում իրար միախառնվել էին արվեստն ու քաղաքականությունը, օրենքն ու պոեզիան, թատրոնն ու պատերազմը։ Հին Հայաստանի բոլոր նշանավոր վայրերում գործում էին հելենիստական թատրոններ, հայտնի են Տիգրանակերտի, Արտաշատի, Դարոյնքի թատրոնները։ Ահա այստեղ, ինչպես պնդում է հնագիտությունը, բլրի այս կրկեսանման լանջին տեղադրված է եղել Արտաշատ մայրաքաղաքի նշանավոր թատրոնը։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ այս թատրոնն էլ եղել է վիմափոր, ինչպես Դարոյնքի թատրոնը, ներկայիս Բայազեդ քաղաքի մոտ։ Ինչպես իմանում էինք պատմիչներից, հայոց արքաները հունական թատրոններից լավագույն դերասանների ամբողջ խմբեր էին բերում Հայաստան։ Հռոմեական տրիումվիր Մարկոս Կրասոսը, որ արևելքի կառավարիչն էր, արշավում է պարթևների դեմ։ Նա առաջարկում է իր դաշնակցին Արտավազդին օգնել իրեն։ Այդ պահին պարթևները ներխուժում են Հայաստան և փակում հարավ-արևմտյան ճանապարհը։ Արտավազդն անկարող է օգնել Կրասոսին։ Զայրացած Կրասոսը ուղերձ է հղում նրան։ Պարթևներին ջարդելուց հետո զբաղվելու է նաև հայերով, և սա արդեն չափազանց էր։ Հետո դեպքերն ընթանում են գլխապտույտ արագությամբ։ Պարթևած արքան խնամախոս է ուղարկում Արտավազդի մոտ, խնդրելով արքայաքրոջ ձեռքը թագաժառանգի համար։ Հայոց արքան պատասխանում է համաձայնությամբ։ Սկսվում են տոնախմբություններն ու հրավերքները։ Մեր թվարկությունից առաջ 53 թվականին Միջագետքյան Խառան քաղաքի մոտ տեղի է ունենում մի խոշոր ճակատամարտ, որ սոսկումով էին հիշում հռոմեացիների մի քանի սերունդ։ Հռոմեացիները կորցնում են 30,000 մարդ, մնացյալ ողջ բանակը գերի է հանձնվում։ Պարթևների ձեռքն են անցնում հռոմեական արծվանշան դրոշները, որը մեծագույն խայտառակություն էր։ Գերի չհանձնելու համար լեգիոներները սպանում են վիրավոր Կրասոսին։
Սակայն պարթևները սպանվածի բերանը հալած ոսկի են լցնում, նշանավորելով նրա սոսկալի ագահությունը, այնուհետև ծաղրական տրիումֆով բերում են Արտաշատ, որ այդ ժամանակ հյուրընկալվում էր իրենց Օրոդես արքան։ Ահա ինչպես է նկարագրում Պլուտարքոսը Պանծալի շքերթի ժամանումն Արտաշատ։ Խնջույքը նոր էր վերջանում, եւ դերասան Յասոնը հատվածներ էր կարդում Էվրիպիդեսի Բաքոսոյներ ողբերգությունից, երբ ներս բերեցին Կրասոսի կտրած գլուխը։ Ներկաները հրճվանքի աղաղակ բարձրացրին։ Իսկ դերասանը խլեց գլուխն ու մոլեգնաբար արտասանեց ողբերգության հետևյալ տողերը։ Մենք լեռներից բերում ենք տուն հենց նոր սպանած գազանը, բախտավոր որս։ Մասնագետները պնդում են, որ ներկայացումը բեմադրել է հայոց արքա արտավազդը։ Մենք Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի Արմավիրի տարածքում ենք։ Այստեղ միջնաբերդի ստորոտին Ծիսական համալիրի տարածքում հայտնաբերվեցին 12 հունատար արձանագրություններ։ Ցավոք, պահպանվել է դրանցից մեկը միայն։ Ահա այն։ Արձանագրությունը մինչ այժմ անհայտ ողբերգության նախերգանքն է։ Մասնագետների կարծիքով այն պատկանում է Արտավազդ արքայի գրչին եւ պայմանականորեն կոչվում է Մարտաշունչ դիցուհին։ Ինչն է պատճառը։ Ինչու պետք է նախերգանքն արձանագրվեր քարին։ Եվ այստեղ բացահայտվում է Արտավազդ արքայի գործունեության կարևոր ոլորտներից մեկը։ Արքան հավասարության արտաշեսյան օրենքների պահապանն էր, որի երաշխավորը Անահիտ դիցուհին էր։ Լեզու շարամիտ և հոգի նախանձողը բյուր աղետների, քանդում է տուն այն, ուր անարդա է բաժանվում իմշկը, հիմքի փոխարեն նա դամբարան է հորում գետնի մեջ։ Սրանք բարեր չեն հասարակ մարդու, այլ աստվածուհու խոսքն արդարամիտ։ Ես նիցեական սոսկում կսփռեմ ձեր հնազանդ աշխարհի վրա, երկնառակ ցավից, բյուրաղետներից կփրկվի սոսկնա, ով հնազանդ է մեծ ընդիցուհու գրած օրենքին։ Հռոմեական հաջորդ իշխանությունը բաժանվեց Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի միջև։ Առաջինին բաժին ընկավ ողջ Եվրոպան, երկրորդին Աֆրիկան ու Արևելքը։ Մեր թվարկությունից առաջ 36 թվականին Անտոնիոսը ժամանեց Արևելք և անմիջապես պատերազմ սկսեց պարթևների դեմ։ Սակայն խայտառակ պարտություն կրեց։ Պարթևներից գրած պարտությունից հետո Անտոնիոսը մտավ Հայաստան, խաբեությամբ իր մոտ կանչեց Արտավազդ երկրորդին, ապա նրա վրա բարդեց պարտության ողջ մեղքը, գերեց հայոց ընտանիքը և հետը տարավ Հալեբ, ապա Եգիպտոս։ Եգիպտոսում մեծ հաղթահանդես էր կազմակերպված։ Կլեոպատրայի առջևով անցնում էին պարտված բոլոր երկրների գերիներն ու ստրուկները։ Այս շարքում էր նաև հայոց թագավորն իր ընտանիքով, ոսկե շղթաներով։ Կլեոպատրան և Անտոնիոսը ենթադրում էին, որ թագավորը կանցնի իրենց առջևով, ներում կհայցի, որից հետո նրան ազատ կարձակեն։ Եվ ահա այսպիսի հռոմեական մի ճանապարհով էլ հենց հավանաբար հայկական ընտանիքը անցավ ոսկեկար և ոսկե շղթա իր հանդերձանքով, բարձրությամբ պահեց գլուխը և չխոնարհվեց Եգիպտուհու առջև։
Եվ սա այնպես կատաղեցրեց Անտոնիոսին, որ նա բանտում սպանել տվեց Արտավազդին։ Արտավազդի որդի Արտաշեսը կոտորեց Հայաստանում տեղակայված բոլոր հռոմեական զորքերը։ Սակայն Հռոմը դրան պատասխանեց մի թևավոր խոսքով. իր հոր պատճառով մեզ թշնամի։ Մի պահ թվաց, թե վերադարձել են Արտաշես աշխարհակալի եւ Տիգրան Մեծի օրերը։ Սակայն իսկապես փոխվել էին ժամանակները։ Հայաստանում ձևավորվել էին հռոմասեր եւ պարթեվասեր խմբավորումներ, որոնցից առաջինին էլ հաջողվեց դավադրաբար սպանել Արտաշեսին։ Այնուհետև հայոց գահին բազմեց Հռոմից ուղարկված Տիգրան III-ը, ապա Տիգրան IV-ը, որը թագավորեց իր քույր Էրատոյի հետ միասին։ Շուտով Հայաստանը ողողվեց հռոմեական ոսկով կաշառված կովկասյան լեռնականներով։ Արքան նետվեց նրանց դեմ, ճակատամարտ տվեց, ու թեև կռվում հաղթեցին հայերը, մարտի դաշտում ընկավ Տիգրան վերջինը ու բարձվեց հայոց բնիկ Արտաշեսյան հարստությունը։ Ու այդ բանը տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի ծննդյան տարում, նոր թվականության 1 թվականին։ Այնուհետև Հայաստանը թատերաբեմ դարձավ հռոմեապարթևական մրցակցության։ Այդ խառնակ ժամանակները շարունակվեցին 50 տարուց ավելի։ Շուտով պարթևական գահին է բարձանում բոլոր արժանինքներով օժտված մի տիրակալ՝ Վաղար Շարշակունին։ Հայոց գահին նա առաջարկեց իր եղբայր Տրդատի թեկնածությունը։ Ու թեև հայ ժողովուրդը ցնծությամբ ընդունեց պարթև արքայազնին, սակայն նման քայլը երկարատև պատերազմների դուռ պիտի բացեր Հռոմի և Պարթևստանի միջև։ Սա կոչվեց տասնամյա պատերազմ և ավարտվեց հռոմեացիների կատարյալ պարտությամբ։ Հռոմեական պարտված բանակն ապաստանեց Հայաստանի սահմանամերձ Հրանդեա բերդում և անմիջապես շրջապատվեց հայ պարթևական զորքերով։ Հռոմեական բանակը անձնատուր եղավ։ Հռոմը ստիպված էր դիմել բանակցությունների։ Նա համաձայն էր, որ հայոց աշխարհում թագավորի Տրդատ Արշակունին, պայմանով, որ մեկնի Հռոմ և թագադրվի նաև այնտեղ։ Եվ այս իրադարձությունը այնքան կարևոր էր ու նշանակալի, որ դարեր անց այն պահպանվել է անին մայրաքաղաքի Տիգրան Օնենց եկեղեցու որմնանկարների շարքում։ Երեք տարի անց Տրդատը հասավ Հռոմ։ Դղրդաց ու դուրս հորդեց աշխարհահռչակ Հռոմ մայրաքաղաքի բնակչությունը հայոց երիտասարդ թագավորին ընդառաջ։ Ամեն տեղ ոսկով ու ծիրանով էր զարդարված, եւ այդ օրը Հռոմի պատմության մեջ մնաց ոսկու օր անվամբ։ Հայաստանի ավերված քաղաքները վերականգնելու համար Ներոնը Տրդատին տրամադրեց մի խոշոր գումար և հարյուրավոր վարպետ արհեստավորներ, որոնք նախկինից էլ գեղեցիկ վերականգնեցին Արտաշատը, Գառնին և այլ բնակավայրեր։ Խաղաղվեց արևելքը, խաղաղվեց արևմուտքը, և աշխարհին տրված խաղաղության կարևոր երաշխավորն էր Արշակունյաց Հայաստանը։ Այս նույն ժամանակներում հիշատակվող դեպքերին զուգընթաց նկատվում են մի զարմանալի երևույթ։ Առաջի դարի վերջերին Հիսուսի պատգամով Հայաստան էին եկել նրա երկու աշակերտները։ Դրանցից մեկն էր Թադեոսը, մյուսը Բարդողիմեոսը։ Թադեոս և Բարդողիմեոս առաքյալները շրջում էին մեր երկրում, քարոզելով նոր Աստծո խոսքը։ Ուստի հետագայում հայոց եկեղեցին սրբագործվեց որպես առաքելական։